были проведены референдумы на территории Донецкой и Луганской Ես հասկանում եմ областей. չեք ասում, բայց նախ Ուկրաինան չի ընդունել այդ ռեֆերենդումի արդյունքները։ Երկրորդ ես հիշում եմ մի րոպե, Չեչնյան։ Երբ որ նրանք ուզեցան անկախանալ, դուք ինչ արեցիք։ Ռմբակոծեցիք եւ հաղթեցիք։ Նույնը անում էին ուկրաինացիները։ Ինչից եք դուք դժգոհ։ Այն ինչ կարելի է ձեզ չի կարելի Ուկրաինայի։ Դուք Չեչնիայում ինչ արեցիք։ Սեպարատիստական ռեժիմ կար, որ ուզում էր անկախանալ, եկաք զորքերով, ջնջեցիք եւ նշանակեցիք հայտնի Կադիրովին։ Նույնը անում էին ուկրաինացիները։ Նրանք ուզում էին անկախանալ, չէին ցանկանում եւ ռմբակոծում էին ձեզ։ Ինչն է ալոգիկ։ Այսինքն ձեզ կարելի է Ուկրաինային չի կարելի այդպես։ Я хочу сказать, что есть, во-первых, право на самоопределение. Вы отказываете народу, живущему на Донбассе, в праве на самоопределение, когда к власти в Киеве пришли люди, которые не приемлют мнение людей, живших на Донбассе. Я был в этих событиях, я все знаю внимательно. Ճիշտ եք ասում, Չեչնիայում մարդիկ ինքնորոշման իրավունք չունեն։ Не подскажете мне, когда был референдум в Чечне? Не было ռեֆերենդումը։ А в Донбассе был? Ախ, եթե ռեֆերենդում ուներ, դուք կհամաձայնվեիք, որ Չեչնիան անկախանա։ Знаете, это вот мы не отказываем никому в праве на самоопределение. Ասեմ, нет отказывайте։ Почему? Ղարաբաղում եղավ ռեֆերենդում անկախության։ Պուտինը ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, չընդունեց ռեֆերենդումը։ Փաստ։ Я говорил, что я не эксперт в этом Չէ՞ вопросе. էքսպերտի հարց չկա, սկզբունքների, բայց սկզբունքները դու գիտեք, կա ռեֆերենդում եւ անկախացում, ճիշտ է։ Միջազգային իրավունք է։